Star News-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդման հերթական եթերին, որի ընթացքում Մհերն ու Արան անդրադարձան «Վերջին սպարապետը» ֆիլմին։ Արան մեկնաբանեց. «Ամբողջ ֆիլմի ընթացքում ափսոսում էի։ Խորեն Լևոնյանը ծնվել է նաև, որ ֆանտաստիկ կերպով մխի ու շշի, ներկայացնի, հավերժացնի Վազգեն Սարգսյանի փառահեղ կերպարը։ Ինքը կարար աներ 1000 անգամ ավելի լավ, եթե լիներ սցենար և եթե լիներ ռեժիսոր։ Չկար սցենար, չկար ռեժիսոր։ Չգիտեմ ինչի մասին էր էդ ֆիլմը, չգիտեմ մենք ինչ էինք նայում, չկար հերոսապատում, կար ֆիլմ հոպարի մասին։ Կենցաղային մակարդակի ֆիլմ էր։ Մարջան Ավետիսյան դերասանուհի, ում երկրպագում եմ, ում կաղամբի դերը 10 ֆանտաստիկ կխաղա, էստեղ շատ վատներ։ Չի կարող Գրետա մայրիկը ներկայանա 3 առաջ օրը վինիր արած փայլփլուն ատամնաշարով։ Ես չէի կարողանում նայեի Մարջան Ավետիսյանի կերտած Գրետա մայրիկին, էդ վատ պարիկով ու պլպլուն ատամնաշարով։ Ուր էին մնացած էն հերոսները, որոնք իրականացրել են հարսանիքը լեռներում օպերացիան։ Իհարկե նաև համաձայն չեմ ֆիլմի վերնագրի հետ, ով ա ասում, որ էլ չենք ունենալու, ինչ պորտալարը կտրվեց, վերջացավ գենը։ Ես ցավով եմ հեռացել դահլիճից։ Մհեր Բաղդասարյանի անկեղծ խոսքից պարզ դարձավ, որ ֆիլմը Մհերի դուրը ևս չի եկել։ Ես ամենաչնչին տեսարաններից հուզական կարող եմ լացել, երջանիկ ու տխուր կապ չունի։ Ցավոք էմոցիոնալ առումով դա արված չէր ֆիլմում։ Մի շարք տեսարաններ կիսատ էին մնում, մի շարք սցենարական գծեր անավարտ էին։ Կարծում եմ Խորեն Լևոնյանը միայնակ էր այդ ֆիլմը իր ուսերին տանում։ Երեք մոտավորապես այս ժամին մենք ներբեռնեցինք «Օձի լեզվի» վերջին թողարկումը եւ դեռ 24 ժամը չի լրացել ու արդեն 47 մոտ 47,000 դիտում։ Ժողովուրդ, շատ շնորհակալ ենք ակտիվության համար, շնորհակալ ենք, որ հետևում եք, շնորհակալություն, որ արձագանքում եք։ Գիտեք, հայկական YouTube տիրույթում ու առհասարակ YouTube-ում կան բազմաթիվ հաղորդումներ, որոնց վրա աշխատում են ամբողջ ստեղծագործական թիմեր։ Մենք համեստ մեր աշխատանքն ենք անում փոքրիկ ստեղծագործական թիմով, ես եւ Մհերը «Օձի լեզվի» եւ Տետատետի շրջանակներում, ու ես այնքան երջանիկ եմ ու այնքան հպարտ եմ, որ արդեն որերորդ տարին է հայկական YouTube տիրույթում Տետատետը եւ «Օձի լեզուն» մնում են չգերազանցված շոուներ իրենց մասսայականությամբ եւ ձեր սիրով։ Շնորհակալ ենք։ «Օձի լեզվի» վերջին թողարկումից անմիջապես հետո սկսեցի ստանալ տասնյակ նամակներ, որոնք կարդում եմ, որոնք շատ կարևոր են իմ համար, շնորհակալ եմ բոլորիդ արձագանքելու համար, ջերմ խոսքերի համար, սակայն այդ նամակներից ուզում եմ առանձնացնել մի քանիսը, որոնք հատկապես թանկ են իմ համար։ Դրանք այն նամակներն են, որոնք ինձ գրել են հարսանիք լեռներում օպերացիայի մասնակիցների հարազատները։ Եվ իհարկե, այսօր իմ օրը սկսվեց շատ հուզմունքով, որովհետև ստացա նամակ իմ ինստագրամյան ընկերոջից, ում հետ շփվում եմ, Սիփան Պետրոսյանից, ու առ այսօր ես չգիտեի, որ նա Մահապարտների ջոկատի հրամանատար հերոս Աստվածատուր Պետրոսյանի որդին է։ Այնքան հուզիչ էր այդ նամակը, ու այնքան հուզմունքով սկսվեց իմ կիրակին, որ ասելու չի։ Այդպիսի նամակներն են ապրեցնում։ Ժողովուրդ ջան, եւ իհարկե ձեր շնորհակալություն, որովհետեւ դուք եք նայում մեր հաղորդումները, ձեր շնորհիվ է, որ ավելանում են դիտումները, ձեր դիտումների շնորհիվ է, որ ավելանում են մեր գործընկերներն ու գովազդատուները, դա եւս պարտանալու թեմա է, որովհետեւ հայկական YouTube տիրույթում չկա մեկ այլ YouTube շոու, որը կունենա այդքան գործընկերներ, գովազդատուներ, ինչի համար ես անչափ ուրախ եմ եւ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, ովքեր իրենց ծառայության կամ ապրանքի գովազդը վստահում են ինձ եւ Մհեր Բաղդասարյանին։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում մենք մեր աշխատանքը անում ենք սիրով եւ դուք էլ դա նկատում եք ու գնահատում եք։ Եվ որ ամենակարևորն է, մենք մեր բոլոր դրսևորումներում ազնիվ ենք ու անկեղծ ենք։ Կարծում եմ դա եւս ակնհայտ է եւ դա եւս գնահատվում է ձեր կողմից, ինչի համար անչափ շնորհակալ ենք։ Դե ինչ, հաճելի կիրակները ուշ երեկո բոլորիդ։ Ամենահետաքրքիր եւ ուշագրավ թեմաներից մեկը նաեւ Խազեր ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։
Մհերի կարծիքն այսպիսինն էր. շքեղ բեմ, գեղեցիկ տոն, միջոցառում եւ իհարկե գեղեցիկ փաթեթավորված, կարծում եմ, քաք։ Մի շարք կետերի հետ ես համաձայն չեմ։ Ես ընդգրկված էի ակադեմիայի կազմում եւ նոմինանտներին տեսնելուց հետո պարզապես խնդրեցի. ինձ այդ ցուցակից հանեք։ Կարծում եմ հերթական անգամ փորձ է արվում ստանալ իրականությունից կտրված եւ իրականությունը շրջանցող, իբրև թե որակ պահպանող, բայց սուբյեկտիվ մրցանակաբաշխություն։ Կային մի քանի անվանակարգեր, որոնք կարծում եմ սխալ էին կազմված։ Հիասթափեցնող մի շարք կետեր կային, որոնք ինձ համար աբսուրդ էր։ Արան սակայն չհամաձայնվեց Մհերի մեկնաբանությանը։ Ես այդպես չեմ կարծում։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ եւ կարծեւ եւ բովանդակություն եւ հաջողված էր։ Շտապել եմ շնորհավորել կազմակերպիչներին։ Մրցանակաբաշխությունն իմ կարծիքով շքեղ էր, լավն էր եւ ամենակարևորը ուներ դրամատուրգիա։ Առաջին հայացքից իմ համար դա պատասխան էր մի քանի օր առաջ այդ նույն սրահում տեղի ունեցած Թաթուլի համերգին։ Երկար ճանապարհ գնալու լավագույն փաստը այն է, որ հնարավորություն եմ ունենում իմ շատ սիրելի հաղորդումներից մեկը այս դեպքում լսելու, դա օծի լեզուն է, հրաշք վերլուծություն է կատարվում Խազեր մրցանակաբաշխության հետ կապված, Արայի եւ Մհերի կողմից, բայց մի բան եմ ուզում եւ խնդրել եւ ասել, որ նայեք, ձեր շնորհիվ շատ արտիստների մարդիկ սկսում են ճանաչել, որովհետեւ մտնում են YouTube, գրում են անուն ազգանուններ, հասկանալու համար ինչն է ձեր ասած արդարացված, ինչը ոչ։ Այսքան ժամանակ ես մեկ անգամ չլսեցի, որը շատ ուզում եմ լինելով դերասանուհի, վերջ-վերջո մինիմում 500 գիրք կարդալ, մի քանի հազար ներկայացումներ նայելով մաշտ, որպեսզի գոնե մեկ անգամ ձեր հաղորդումների, իմ սիրելի ընկերներ ջան, խոսեք թատերարվեստից, որպեսզի մարդիկ մոտիվացվեն եւ գնան ներկայացում նայելու։ Ոյ, խոսքս կիսատ մնաց եւ շատ կուզեմ, որպեսզի թատրոններին անդրադառնաք, ոչ թե թատրոններին ինչի են փակում, ինչի են բացում, հավատացնում եմ, դա եւս անդրադարձել եք, բայց կան հրաշալի տաղանդավոր դերասաններ, դերասանական կազմեր, կան հրաշալի ներկայացումներ, որոնք ցավոք սրտի հիմա իհարկե ես մենակ իրազեկվում եմ կամ նայում եմ այն ներկայացումները, որոնք բերվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու հատկապես Լոս Անջելես, եւ շատ ուզում եմ, որ մեր հայ հանդիսատես եւ հեռուստադիտող, որոնք ձեզ իրոք հետևում են եւ շատ կարեւոր է ձեր խոսքը իրենց համար, խոսեք երբեմն գոնե 2 ամիսը մեկ թատրոններից եւ ներկայացումներից կայանալիք, որպեսզի մարդիկ թեկուզ էլի քլնգեք, քննադատեք, եթե իհարկե արդարացված է, բայց գոնե մարդիկ կսկսեն նայել, թե ինչ տոմսեր կան եւ ինչ ներկայացումներ կարող են նրանք գնալ եւ նայել եւ զարգանալ եւ կրթվել, որովհետեւ թատրոնը կրթում է մարդուն։